Ողջույն։ Ինչ է ներշնչումային հիվանդությունը։ Անհանգիստ, կասկածամիտ մարդկանց բնորոշ փսիխոգեն հիվանդությունների տեսակ։ Այն դրսևորվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ, որևէ բանի առկայության վերաբերյալ մարդու համոզվածությամբ։ Ներշնչումային հիվանդության ամենատարածված տեսակը կպչուն վախերն են։ Բժշկագիտությունից դուրս գանք, պարզ լեզվով ներկայացնենք։ Ինչ որ ծանր, վատ բանի մասին պատմություն լսելիս, կարդալիս, խոսքը, ելույթը սխալ ըմբռնելիս առաջացնում է տագնապ։ Եթե անընդհատ իրեն վախեցնող բանի մասին մտածում է, սկսում է պատկերացնել իրեն այդ իրավիճակում։ Օրինակ, շատ են ասում, չէ, որ մարդամեկը դատվելու է։ Կպչուն վախերի պարագայում, երբ օրինակ անընդհատ կարդում է իր Facebook-յան էջում իր մասին նման մեկնաբանությունները, որոնք հիմնականում պատժվելու, դատվելու կոչու ցանկություն են, ինքը իրեն պատկերացնում է այդ վիճակում։ Եթե անգամ հիմնավորումներ են ներկայացվում, որ չկա նման բան, մեկ է տագնապը նրա մոտ մնում է։ Ներշնչումային հիվանդություն ունեցողները կորցնում են քունը, ախորժակը եւ նշվում է, որ անպայման պետք է բուժի հոգեբույժը։ Այսպես, հուլիսի 4-ին Մաշտոցի պողոտայից մեկնարկելու է երթ դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի վայր։ Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում մասնակցել խաղաղ երթին եւ անհամաձայնություն հայտնելու գործարարի եւ մեծ բարերարի կալանքին։ Այս սովորական խաղաղ երթի մասին կոչը ինչ որ մեկի մոտ սրել է ներշնչումային հիվանդությունները եւ ավելի կոնկրետ կպչուն վախ հիվանդատեսակը։ Առավոտ շուտ երկրին վերաբերող բոլոր կարևոր գործերը թողած վարչապետ աշխատողը սպառնալիքներ է հնչեցնում հեծի աշխատակիցներին, թե եթե մասնակցեք ինչ-որ բանի, սենց կանեմ, նենց կանեմ, կդատեմ եւ այլն։ Սպառնում է երթի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Անմիջապես արձագանքում է Տաշիր ընկերությունը, ասելով, որ հեծի այն աշխատակիցները, որոնց Նիկոլը ինչ-որ մշուշոտ ապագայում ազատի աշխատանքից շինց ու պատճառերով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար համ կապահովենք լավ աշխատանքով, նրանց խախտված իրավունքներն էլ կվերականգնենք։ Կարծում եմ նորմալ, արժանավոր գործատուի հայտարարություն է եւ լավ պատասխան փոքրոքի խմբակի ղեկավարին։ Լավ, բա ձեզ ինչ է թվում։ Իրենց բազմամյա ու հավատարիմ աշխատակիցներին բրախելու են, ինչ է թե դու ինչ որ վախեր ու կասկածներ ունես։ Նիկոլի ասածն այն է, որ նայեք, հա, ով լայքի Սամվել Կարապետյանին դրական ներկայացնող գրառումները, ի պաշտպանություն նրա խոսքը, կողմ խոսի, աջակցի, գնա հավաքին կամ ինչ որ այլ ակցիայի, հեսա շուտով կհանենք գործից։ Պատկերացնում եք, սա մեր երկրի ղեկավարումը իրականացնողն է։ Իսկ ինչու պետք է չմասնակցեն։ Արդեն ազատ հավաքների էլ մարդիկ չեն կարող մասնակցել։ Քաղաքացիները իրենց հայեցողությամբ, բայց իրենց ղեկավարը, իրենց գործատուն, ազգային բարերարը հետապնդումների է ենթարկվում։ Ով լինի չուզենա իր բողոքը արտահայտի։ Այդ ոնց պտի սուսուփուս նստեն տեղները, ես էլ չեմ պատկերացնում։ Իմ հասկանալով շատ տրամաբանական է, չէ՞ որ կարող է գործատուին բռնես ու աշխատողը մասնակցի բոլոր տեսակի խաղաղ բողոքի ակցիաներին։ Լրիվ տրամաբանության մեջ է։ Հələ պատկերացրեք վաղը Նիկոլին բռնեն ու հայտարարեն մենք տեղեկություն ունենք, որ ուզում են Վահագն Ալեքսանյանին ապօրինի բերել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի երթի կամ Ալեն Սիմոնյանին ու այն մյուսներին։ Տրամաբանական է, չէ՞ որ պետք է մասնակցեն այդ երթին։ Ու իհարկե սխալ օրինակ բերեցի, որովհետև նրանք առաջինը կթռնեն, կպաղկվեն, իրենք ուրիշ պատմություն են։ Ուշագրավը գիտեք որն է։ Երթին բերելու մասին խոսում են մարդիկ, որոնք 2020 թվականից մինչ այսօր առանց վարչական ռեսուրսը երեսի զորով բերման ենթարկելու որևէ հավաք չեն արել։ Պատերազմից հետո ում ասես պեղեցի 21 թվին բերիկ մարտի 1-ի երթին։ Քարոզարշավի ժամանակ անգամ երեխաներին եք բերում դպրոցներից, որ մարտ ցույց տակ։ Ավինյանի քարոզարշավի ժամանակ ցուցակով բերել էիք դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների աշխատողներին։ Երևանում Ավինյանի երթի ժամանակ բերելը սխալ եմ ասում, բերման էիք ենթարկել։
Այն որ ամբողջ հանրապետությունից հազիվ կարողացաք մի 3-4 հազար հոգի պեղել բերել։ Լրագրողը ում մոտենում էր, պարզվում էր Վանաձորից, Արարատից, եսին որտեղից է բերվել իբր աջակցություն Երևանում Ավինյանի։ Սարիկի համար էս վերջերս ձեր հայտարարած երթին գյումրեցիներից շատ արտիքցիներ էին, մինչև անգամ Արագածոտնից ու Սյունիքից էիք բերել։ Ու դուք խոսում եք մարդկանց երթի բերելու մասին։ Ու քանի որ ձեզ համար ոչ մեկ իր հոժար կամքով չի գալիս որևէ հավաքի երթի, ձեզ թվում է ուրիշների պարագայում էլ այդպես, հեծը խլում ես, վաղը աշխատողներին հանես, ինչքան ԿՊԱ-ական կա, որ գործ չունի, տանես լցնես այնտեղ, բայց տրամաբանական է, որ մարդիկ կելնեն երթի, նաև այդ պատճառով, վերջի վերջո ակնհայտ անարդարություն է տեղի ունենում, մարդ ոնց նստի տեղը, վաղը մյուս օրը ինչպես նայ իր գործընկերոջ աչքերի մեջ, ասի ուր էր, որ չէր գնացել իր գործատուին աջակցելու, այդ ամենը բնական է, բայց իսկականից էլի, որ նայում ես այս վախերը իրոք արդեն հիվանդագին են, դու մարդուն հենց այնպես տարել փակել ես, մի քրեական հոդվածով, որը եթե անգամ այդպիսի հանցակազմ պարունակի, նախատեսում է ընդամենը տուգանք, բռնել նստացրել ես, Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկին, հավաքել չանեն, તો հավաքել կանեն, խաղաղ ցույցեր կանեն, ինչքան էլ ամեն թեթև բանի դեպքում ընկնեք ջղաձգումների մեջ, խուզարկություններ սկսեք, չեք կանխի, ինչքան էլ վախենակ իրենցից կամ իրենց վախեցնեք։ Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող խոսքն էլի դեպ Նիկոլը հասկացավ ու ներկայացրեց ինչպես ինքն էր ուզում։ Կարապետյանն ասում էր, մենք մեր ձևով կմասնակցենք։ Նիկոլը նախ մասնակցելը ներկայացնում էր որպես միջամտել, ու դա ներկայացնում էր որպես հեղաշրջման կոչ։ Այդտեղ ոչ մի կոչ էլ չկար։ Եկեք մի քիչ բացենք Սամվել Կարապետյանի խոսքը։ Օրինակ, մենք այս պահին ունենք սահմանամերձ հողերի վեճ Ադրբեջանի հետ։ Նիկոլն ասում է, ես իմ ձևով կմիջամտեմ կամ կմասնակցեմ։ Ինչ ենք հասկանում։ Նիկոլի անձից ելնելով հասկանում ենք, որ հանձնելու է։ Եթե Նիկոլը վաղ ասի խաղաղությունը ես իմ ձևով կանեմ, պետք է հասկանանք, որ նախատեսում է ընդլայնել եռաբլուրը դարձյալ։ Նիկոլի հարցերը լուծելու ձևը գիտենք, այն խմբագիր եղած ժամանակից, երրորդ նախագահի Փեսան պատմել է ուղիղ եթերում։ Ամեն մեկին ճանաչելով պետք է իմանանք իր ձևով անելը որն է։ Հիմա Սամվել Կարապետյանը հայտնի է որպես գործարար բարերար։ Բարերարի իր ձևով հոգևոր հարցերին մասնակցելը որն է։ Նիկոլը իր ձևով խառնվում է եկեղեցու կյանքին ու մենք հիմա տեսնում ենք հերթական քաոսը։ Հեծի հարցերը քո ձևով լուծելը տեսնում ենք որն է։ Սեփականատիրոջը բռնում նստացնում ես, սահմանադրությանը, միջազգային օրենքներին, տեղի օրենքներին հակառակ։ Իմիջիալոց որքան էլ օրենքը փոխում եք, մեկ է, անօրինական է այդ ամենը։ Ու գեղավարի խլելու մասին է խոսքը։ Ես ամենայն դեպս այդպես եմ հասկանում, որքան էլ փորձում եմ ընկալել, թե ինչ են մոկոնել այդ փոփոխությունների մեջ։ Ու հիմա սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր սեփականություն եք խլում, քաղաքական դրդապատճառներով։ Ձեզ թվում է ոչ մեկ ու ոչ մի բան չի անելու, բա նորմալ է։ Խաղաղ հավաքներ էլ կանեն, Եվրադատան էլ կդիմեն, միջազգային արբիտրաժ էլ կդիմեն, դատի էլ կտան, փոխհատուցում էլ կպահանջեն, կստանան էլ, վստահ կարող ենք լինել։ Այլ հարց է, ում է դա հետաքրքրում։ Հիմա մարդիկ ցույց տվեցին, որ սուսուփուս չեն նստելու տեղները ու չեն պայմանավորվելու ձեզ հետ, ոնց որ որոշները պայմանավորվեցին։ Այդ պայմանավորվողներն էլ տեսանք, որ պայմանավորվելու դեպքում բոլորն էլ քծվում են ու դառնում ռեկետի մատերիալ։ Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողը ԿՊ-ին ու նրա ղեկավարին մեկ բան է ասում. ինչը ձեր քաշով չէ, դրա տակ մի մտեք։ Եթե անգամ իշխանությունը ձեր ձեռքին է, այո, կարող եք կալանավորել, չթողնել ոչ մեկի հետ շփվի, գործը մակագրեք Դանիելյան Արմենին, որ մի քիչ շատ մնակալանքի տակ, բայց լռեցնել ու վախեցնել չեք կարող։ Նորմալ գործարարներն էլ են պայքարելու, եկեղեցին էլ է պայքարելու, ժողովուրդն էլ է պայքարելու, ու արդյունքը գիտեք որն է լինելու։ Հասարակությունը ձեզ դուրս է շպրտելու բոլոր համակարգերից, պետական կառավարումից։ Չեն վախենալու, կրկնում եմ։ Այսօրվա դեպքը հիշեք, մեռակ ակտ գրելով, բերման ենթարկելով Նիկոլին սիգնալ տալու համար։ Դադարեցրին սիգնալ տալը, տեսանու թե այսօր գցել որտեղով անցնում ես, սիգնալ են տալիս։ Չի ստացվելու լռեցնել մարդկանց, ստիպել, որ չպայքարեն իրենց իրավունքների, հայացքների, հավատի, ավանդույթի համար, չի լինելու լռեցնել,
Մարդիկ հետ չեն կանգնելու իրենց արժեքային համակարգից։ Ինչ է թե դուք ձեր Facebook էջերում բարձր գոռում եք, հայհոյում եք, թիրախավորում եք, քննիչներին հանձնարարականներ եք տալիս։ Դրանք էլ են հոգնելու, քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, ասել են դե հերիք է։ Կարճ ասած, վարչապետ, որ կտրվել է ժողովրդից, առհասարակ բոլորից, այնքան որ հոգևորականից վախենում ես, գործարարից, գործատուից վախենում ես, անգամ մի քանի հետևորդ ունեցող բոլորից վախենում ես, անգամ քո թիմից վախենում ես, դու քո շողքից վախենում ես, բայց ամենից խնդալուն քեզնից չեն վախենում։ 3 հոգի միտեղ հավաքվում են, արդեն վախենում ես, բանակցությունների ես գնում, ձերբակալում են մարդկանց, որովհետև վախենում ես միտինգ անեն։ Սկզբում խոսում էի ներշնչումային հիվանդությունների մասին, որոնք կարող է բուժել միայն հոգեբուժը։ Քո վախերով դու ոչ մեկին չես լռեցնի, բայց վախենամ, հենց քո վախերը հախիցդ ավելի շուտ գան, քան վաղվա Հայաստանի իրավապահ համակարգը։